Իսկ ինչ նախագիծը ում են ուղղված։ Ֆրիդյոֆ Նանսենին, ով է Նանսենը, նորվեգացի գիտնական, բևեռախույս, կատարյալ Մարտասեր եւ հայ գատի Հենասիոն։ Իդու նյութերը մեջ չէ, որ դա շատ պատասխանատու գործ է։ Արի դիմենք գրադարանավարումին, նա մեզ կօգնի այդ հարցում։ Վասիլ, այստեղ ես հիմա կգամ։ Գիրքը, որը մեզ շատ կօգնի։ Իսկ գիտեք, որ Երևանում Ֆրիդյոֆ Նանսենի անունը կրող դպրոց կա։ Այո, այն գտնվում է Երևանում Նանսենի անվան փողոցում։ Ճիշտ է, բացի դրանից Երևանում գտնվում է Ֆրիդյոֆ Նանսենի տուն-թանգարանը։ Իսկ գիտեք, որ Երևանում Ֆրիդյոֆ Նանսենի անունը կրող թանգարանի ղեկավարությունը կազմակերպել է ֆիլմի Անդրանիկ ցուցադրությունը ազգային գրադարանում։ Երեխաներ, դա միտք ունեն։ Եկեք բաժանենք երկու խմբի։ Մի խումբ այցելի Ֆրիդյոֆ Նանսենի դպրոց, իսկ մյուս խումբը ազգային գրադարան։ Մենք այժմ գտնվում ենք Ֆրիդյոֆ Նանսենի անվան թիվ 100-րդ հիմնական դպրոցում, որտեղ կրթությունը համադրվում է նանսենյան մարդասիրական արժեքների հետ։ Իրոք չենք կարող նշել մեկ այլ օտարերկրացու, ով այդքան հայր լինի, ինչպես Ֆրիդյոֆ Նանսենը։ Այսօրը վաղը դառնալու է գեղեցիկ հուշ, եւ մեր հիշողության ժամանցանում կարձանագրենք այն վառ տպավորությունները, որ ունեցան քայլելով Նանսենյան ճանապարհով։ Այդ ճանապարհին եղանք Երևանի Նանսենի անվան դպրոցում, որտեղ կար սրահ նվիրված Ֆրիդյոֆ Նանսենին։ Եղանք նրա անունը կրող զբոսայգում եւ նրա թանգարանում։ Ականատես եղանք թանգարանի կողմից կազմակերպված Անդրանիկ ֆիլմի ցուցադրությանը ազգային գրադարանում։ Խորությամբ ուսումնասիրեցինք նրա կյանքն ու գործունեությունը։ Նրա ապրած տարիները մեզ ուսուցանեցին լինել նպատակասլաց, համառ, որոնող, խոչընդոտները հաղթահարող, գթառատ, բարեգործ եւ մարդասեր։ Եվ մենք ստեղծեցինք Նանսենի կյանքի եւ գործունեության նվիրված ուղեցույց գրքույկը։ Ստեղծեցինք ֆիլմ եւ կազմեցինք տեղեկատու թերթիկներ եւ փակցրեցինք գյուղի տարբեր կառույցների պատերին, իրազեկելու հասարակության լայն մասաներին։ Նանսենը դարձավ ուղեցույց դեպի գիրքը։ Կարդա եւ ուսումնասիրի մեծ մարդասերի կյանքն ու գործունեությունը։ Եվ դու կսովորես նրանից ճիշտ ապրելու արվեստը։